Կառավարությունը մինչ 2026 թվականը խոստացել էր կառուցել 300 նոր դպրոց և 500 մանկապարտեզ, սակայն եթե նայում ենք թվերին, ապա Հայաստանում այսօր ավելի շատ դպրոց է փակվում, քան կառուցվում ու նորոգվում։ Միայն 2026-ին կառավարության պլանով փակվելու է մոտ 200 դպրոց։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն է ներկայացնում թվերն ու պնդում, կառավարությունը ձախողել է այս ծրագիրը։ Նույնիսկ այս ծրագիրը դեռևս չգիտեմ, այնտեղ 1/5-ով էլ կատարված չի։ Եվ բազմաթիվ դպրոցներ գտնվում են անմխիթար վիճակում։ Եվ այդ պայմաններում մեր կրթության որակը գնալով հետընթաց է ապրում։ Եվ բացի դրանից, նրանց ծրագրով 2026 թվականին 200-ից ավելի դպրոց փակվելու է։ Փակվում են հիմնականում գյուղերի դպրոցները։ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Մելքոնյանը ահազանգում է միայն Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոտք համայնքներում նախատեսվում է փակվել մոտ 40 դպրոց։ Հիմնական դպրոցները փակվում են սահմանամերձ գյուղերում, հայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում։ Պատճառաբանությունը այն է, որ նախ աշակերտների թիվն է քիչ, հետո միավորելով այդ դպրոցները կառուցելով մեկ մեծ դպրոց մի քանի գյուղերի համար ավելի բարեկարգ պայմաններ են ստեղծում երեխաներին ուսումը շարունակելու, բայց իրականում այդ ամեն ինչը կեղծ բաներ են, որովհետև մենք ինչպես տեսնում ենք 21 թվականին խոստացած այդ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը այդպես էլ կյանքի չկարողացան կոչվել։ Կրթության նախարարությունը արձագանքելով պատգամավորի հայտարարությանը պարզաբանել է նպատակ ունեն միավորել փոքրաթիվ աշակերտներով դպրոցները եւ դրանց փոխարեն մեկ ավելի մեծ դպրոց ստեղծել։ Սակայն մասնագետներն այդ գաղափարը վտանգավոր են համարում, ասում են հաշվի չեն առնվել բազմաթիվ խնդիրներ։ Մի քանի անգամ էլ հաղթել եմ դուք այս ամեն ինչը որոշումը կայացնելու։ Քննարկել եք գյուղի բնակիչների, մանկավարժների հետ, հաշվի առել եք ենթակառուցվածքների արկայությունը այդ գյուղերում։ Ինչի պատասխանել են այո, բայց իրականում ոչ մեկը լուրջ քննարկում չեն ունեցել, ուղղակի այսպես վերցրել են, նայել են որտեղ հարմար փակ են, որտեղ բացին ու այդ չափով շարունակել են իրենց գործունեությունը։ Իսկ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել հպարտանալով, թե 2025-ի Հայաստանն արդեն ունի 300 կառուցված կամ նորոգված դպրոց։ 2025 թվականի Հայաստանում 300 դպրոց է կառուցվում, վերակառուցվում կամ հիմնանորոգվում։ Բայց փորձագետ Ատոմ Մխիթարյանը հիշեցնում է այդ թվերի հետևում թաքնված է մեկ այլ իրականություն։ Գյուղերում փակվող դպրոցների պատճառով ոչ միայն ուսուցիչներն են կորցնելու աշխատանքը, այլ նաև գյուղերն են դատարկվելու, հատկապես Թուրքիայի սահմանամերձ շրջաններում։ Այս նշանակում է, որ կառավարության ֆիասկոն է, այսինքն նա ամբողջությամբ ձախողել է ծրագիրը կրթության ոլորտում, ինչքան էլ որ ասեն այդ նորաստեղծ կրթության մասին։ Իսկ իրականությունը այն է, որ Հայաստանը արդյունքում տարածաշրջանում արդեն ընկել է վերջին տեղը բոլոր երկրների հետ համեմատած։ Նույն մտահոգությունն ունի նաև պատգամավորը, ընդգծելով, որ տեղի ունեցողը ոչ միայն կրթական, այլ նաև ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Կարող է ուղղությամբ շարժվեն, որպես այդ դեմոգրաֆիկ խնդիրը լուծեն։ Քաջալեր են պայմաններ ստեղծեն, որպես մարդիկ այդ գյուղերը չլեկեն, այլ ավելի այսպես կապված մնան գյուղի հետ, երիտասարդությունը գյուղը չլեկի, շարունակի իր կյանքը, գործունեությունը գյուղում, սրանք անում են ամեն ինչ հակառակ, որպես գյուղերը դադարվեն, մարդիկ թողնեն, հիասթափվեն, թողնեն գնան ու կենտրոնանան այս քաղաքների մեջ, որը իրոք մեր համար կորզանար է։ Եթե այսօր Հայաստանի Հանրապետությունում գյուղը չզարգանա, գյուղում բնակչություն չունենանք, միանշանակ ամեն ինչ տանելու է դեպի կորզանման։ Մխիթարյանն էլ ասում է, զանգեր է ստացել ուսուցիչներից, ասել են հրաժարվում են ամեն օր մի քանի գյուղ անցնելով հասնել աշխատանքի։ Նրանք նախընտրում են զբաղվել գյուղատնտեսությամբ կամ անասնապահությամբ։ Առավել ևս, որ այդքան ժամանակ չեն ունենա նրանք։ Այսինքն զգալի մասը ուսուցիչների դուրս է մնալու, կորցնելու է իր աշխատանքը։ Առանց այդ էլ այս սուղ պայմաններում։ Եվ սա նպաստելու է, դրանք բացական իմաստով նպաստելու է մեր կրթության համակարգի կազմաքանդմանը։ Մասնագետները հիշեցնում են հայ-թուրքական սահմանին գտնվող Ամասիա եւ Աշոտք շրջանները մեղմ ասած կենցաղային սուղ պայմաններում են, հատկապես ձմռան ամիսներին։ Մելքոնյանը, որը եւս Շիրակի մարզից է, շեշտում է, փոխանակ կառավարությունն աջակցի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, նրանց դպրոցներն է փակում, դրանով իսկ արագացնելով գյուղերի դատարկման գործընթացը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։